Մեկ շնչին ընկնող քաղաք բանտարկյալների թվով գուցե Հայաստանը արդեն առաջատար երկրներից մեկն է։ Քաղաք բանտարկյալ յուրաքանչյուրը կարող է լինել, ով քաղաքականությունն է զբաղվում, ով փորձում է ընտրություններին մասնակցել, ով ընդդիմադիր հայացքներ ունի, բոլորի վրա քրեական գործեր են սարքում, բոլորին հետևում են զուգարաններում, լողասենյակներում, տներում, աշխատասենյակներում, նամակները, հեռախոսն են լսում։ Սա համատարած բնույթ է կրում եւ նույնիսկ վարչապետի հրահանգով այդ գաղտնալսած սարքեր անօրինական ձևով այդ նյութերը, տեսահոլովակները տարածում են։ Հիմա հարվածի տակ է նաև եկեղեցին, 3 սրբազաններ են նստած, հոգևորականներ են ձերբակալված, Սամվել Կարապետյանն է ձերբակալված որպես մեծ բարերար, ով որ մասնակցում է ընտրություններին, ընտրացուցակներում կա, նրանց վրա արդեն քրեական գործեր են բացում։ Եթե քաղաքապետ են դառնում, ընդդիմադիր գյուղապետ են դառնում, նրանք արդեն հայտնվում են կալանավայրերում։ Սա ինչ է, սա արդյոք չի նշանակում, որ Հայաստանում համատարած քաղբանտարկյալներ են եւ ընտրությունները մոտենալուն զուգահեռ այդ մարդկանց թիվը ես վստահ եմ շատանալու է։ Հիմա ընտրություններ են տեղի ունենում Էջմիածնում, բացառված չի, որ եթե ընդդիմադիր տեխնացու դառնա քաղաքապետ, ապա նրան նույնպես կձերբակալեն։ Գուցե այդտեն քրեական գործեր են հարուցում, պատրաստում են, որ եթե լինի հաղթանակ, նրանց նույնպես ձերբակալելու են։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին դիմել եւ ասել, որ չկարծեք, որ սա վերաբերվում է միայն հոգեվորականներին, միայն ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց։ Հերթը ձեզ էլ է գալու, որտեղ երբ որ բռնատիրական մեքենան սկսում է աշխատել, այդ մեքենան արդեն կանգնացնել չի լինի, այդ մեքենան արդեն նոր զոհեր է պահանջում։ Եվ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի պետք է հասկանա, որ 2026 թվականի ընտրություններից հետո իրենք յուրաքանչյուրը լինելու են թիրախում են լինելու գործարարները, որոնք փորձելու են ինքնուրույն լինել, չմուծվել իշխանությանը կամ գործող վարչապետի փաստացի կնոջ հիմնադրամներին, այսինքն սա բոլորին է վերաբերվում եւ բոլորը պետք է զգոն լինեն եւ հասկանան, որ իրենց է կախված նաեւ կանգնեցնելու այս բռնատիրական մեքենան։ Հիմա Աննա Վարդապետյանի կառույցից որն է գլխավոր պահանջը։ Եվ ոստիկանությունը, եւ դատախազությունը, եւ մյուս իրավապահ մարմինները իրենք քաղաքական գործունեությամբ են զբաղված։ Տեսեք, դեռևս 2018 թվականին արդեն այդ բռնատիրության մեքենան սկսեց աշխատել։ Չտեսնված բան է աշխարհում, երբ որ վարչապետը ասում է, կոչ է անում, որպեսզի շրջափակել դատարանները, շրջափակում են, դատավորներին ծեծում են, որից հետո ասում են պետք է դատարանները այն վճիռները կայացնեն, որը ժողովուրդն է պահանջում։ Ասենք մի քանի տասնյակ մարդ շրջափակում են դատարանները եւ դատարանները ժողովրդի պահանջը պետք է կատարեն։ Սա բռնատիրություն չէ, իհարկե բռնատիրություն է։ Երբ որ սահմանադրական դատարանի կազմն են անօրինական ձևով փոխում, երբ որ վարչապետը ասում էր այսինչ մարդկանց ասֆալտին պարկացրեք 2 ժամից հետո սոցցանցերում լուսանկարները դրվեն եւ իրավապահ համակարգը սա իրականացնում էր։ Այ 2018 թվականից սկսած մենք քայլերով եկել ենք արդեն իսկական բռնատիրական համակարգի ենք հասել։ Պարոն Դանիելյան, ինչի՞ է եվրոպական կառույցները, մարդու դրոշակակիր կառույցները ինչու են լռում։ Նախորդ իշխանությունների ժամանակ, եթե մի կատվի կողքով մի անհարմար դիրքով շուն անցներ, զեկույցներ էին կազմում։ Հարցը այն էր, թե զոհերը ովքեր են։ Փաստորեն սա քաղաքական համակարգ է եւ ժողովրդավարությունը քաղաքական գաղափարախոսություն է։ Եթե քո մարդկանց են ձերբակալում անօրինական ձևով, քո աշխարհաքաղաքական շահերը ներկայացնողները, ապա բնականաբար աղմուկ է բարձրացվում։ Եթե հակառակորդները ճակերտներով ոչ քո ռեժիմը ներկայացնող նրանց դեմ պայքարողներին են ձերբակալում, բնականաբար լռություն է տիրում։ Հիմա Հայաստանում հալածվում է եկեղեցին։ Միացյալ Նահանգներում մի նախագահ է եկել, որը հայտարարում ասում է, գիտեք ինչ, Նիգերիայում քրիստոնյաներին բան են անում, բռնաճնշումներ են անում, մենք պետքա քրիստոնյա համայնքը փրկենք։ Բայց Հայաստանում, որ 1700 տարվա եկեղեցի են բռնաճնշման ենթարկվում, եկեղեցիներ են բռնագրավում ոստիկաններով շրջափակած, այդ լռումը, այդ
ժողովրդավարական կոչվող աշխարհը լռում է։ Սա ակնհայտ է, որ ժողովրդավարությունը դա քաղաքական գաղափարախոսություն է աշխարհաքաղաքական ազդեցություն տարածելու համար։ Հիմա լուծումը ինչպիսին է, ինչ լուծում եք տեսնում։ Ոչ միայն այս հարցում ստեղծված իրավիճակի շուրջ։ Լուծումը միակն է։ Մենք ոչ մի տեղից որևէ օգնություն չենք կարող ստանալ եւ սխալ է մտածել, որ որևէ երկրից մեզ կարող են գալ։ Երբ որ խոսում ենք այն մասին, որ Հայաստան ինքնիշխան սուվերեն երկիր է, սուվերենություն նշանակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ եթե Հայաստանի քաղաքացիները իրենց իրավունքները չկարողանան պաշտպանել, մեզ ոչ ոք չի կարող օգնել։ Հայաստանի քաղաքացիները պետք է հասկանան, որ պետություն դա նշանակում է օրենք, դա նշանակում է իրավունք, եւ եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, չկորցնել այդ պետությունը, լինել ինքնիշխան, ապա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա ինքնիշխանությունը սկսվում է օրինականությունից եւ այս բռնաճնշումները, անօրինականությունները, որոնք տեղի են ունենում, դա հարվածում է առաջի հերթին մեր ինքնիշխանությունը։ Լուծումը որն է, լուծումը հայ ժողովրդի մտածողությունն է, հայ ժողովրդի կամքն է, հայ ժողովրդի գիտակցությունն է։ Եվ ես հույս ունեմ, որ այս ամենը տեսնելով Հայաստանի քաղաքացիները կկարողանան անել ճիշտ եզրակացություն։ Նշեցիք եկեղեցու վրա հարձակման մասին, այսօր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կաթողիկոս չկա, մայրաթողը չունի կաթողիկոս։ Ինչ կասեք այս մասով, երբ որ նա խառնվել է արդեն եկեղեցու գործերում ու նման հայտարարություններ է արել, եւ նշեցիք, որ արդեն հասարակությունը պետք է եզրակացություն անի, ասում ինչ պետք է անի հասարակությունը, երբ որ իր խոսքի իրավունքը վտանգված է, հիմա տեսնում ենք բանտարկյալներ, քաղբանտարկյալներ, որոնք իրենց խոսքի համար են հայտնվել։ Երբ որ այս գործող իշխանության կողմնակիցները, երբ որ հանրահավաքներ են անում եւ դրանք շատ փոքրաթիվ են, միշտ հայտնվում են մարդիկ, որոնք ասում են, գիտեք, ինչ մեզ ժամանակին ստրկացրել են, նկատի ունեն մինչեւ 2018 թվականը։ Այն ժամանակ բազմաթիվ թերություններ կային եւ ես քննադատներից եւ ակտիվ գործողություն անողներից մեկը ես եմ եղել։ Եվ ասում են, մեզ ստրկացրել են, այ հիմա մենք ազատ ենք։ Ոչ մի մարդու ոչ ոք չի կարող ստրկացնել, եթե մարդը իր հոգով ստրուկ չի։ Հիմա դուք ասում եք, ինչ պետք է անել նման իրավիճակում։ Նման իրավիճակում, եթե մեր քաղաքացիները լինեն գիտակից, կանգնեն եկեղեցի կողքին, գնալ եկեղեցի, երբ որ տեսնում են հարձակումները տեղի ունենում, չգնալ այն պատարակներին, որոնք անօրինական են, ապա ես վստահ եմ, որ գործող իշխանությունը ետ քայլ կանի, որովհետև իրենց ամբողջ հույսը պոպուլիզմն է եւ մարդկանց ուղեղների լվանալն է։ Եթե դա իրենց մոտ չի ստացվում, իրենք ետ քայլ են անելու։ Այսինքն ամեն ինչ կախված է մեր քաղաքացիների կամքից եւ պահվածքից։